Ամեցեք պարոն Հապետյան, կենտրոնական ամբիոնին։ Ամբիոնին է մոտենում Փաշինյանի ասած այդ պոզով պոչով կենթանուն կոռուպցիային բնի մեջ խեղդելու համար ստեղծված կոմիտեի նախագահը։ Նեպոտիզմ, գիտեք չէ դա ինչ։ Արթուր Նահապետյանը գիտի, թե ինչ է նեպոտիզմը, երբ պաշտոնատար անձը չարաշահում է լիազորությունները, պաշտոնի նշանակում բարեկամին ընկերոջը, հաշվի չառնելով նրա մասնագիտական որակները, կարճ ասած ԽԾԲ, որով ըստ պտտվող լուրերի նշանակվել է նաև հենց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։ Արթուր Նահապետյանը քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է։ Այլ ասել համարյա ամեն օր մի լուր է գալիս, որ այսինչ պաշտոնյան մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի ընկերն է, բարեկամն է, ազգականն է, քավորն է, սանիկն է։ Կա գոնե միտեք, որ ասեք ես ինչ բան է որ գրված է, ճիշտ է, մնացածը մունդար հերհուրյանք։ Այո, ունենք բազմաթիվ վարույթներ։ Անուններ չի տալիս հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, որի մոտ հարցեր չի առաջացրել նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճը։ Անցած տարի էլ Հայկ Կոնջյանի կինը դարձավ Հայփոստի տնօրեն։ Թագուհի Թովմասյանը հիշեցնում է, որ Կոնջորյանի կինը Կոնջորյանի ՔՊ խմբակցության ղեկավար օրերին է աշխատանքի անցել Հայփոստ ընկերությունում, նախ 6 միլիոն 800 հազար, ապա 9 միլիոն 500 հազար, 2023-ից էլ 10 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձով։ Ինչպիսի այդ լերը մուկ ծնեց։ Պապարզը ձեր համար պետքա աշխատավարձ ստացող մարդը ձեր համար տարօրինակ պիտի լինի։ ՔՊ-ականները պնդում են, որ իրենք աշխատավարձով ապրող մարդիկ են, թալանել են նախկինները։ Պատեֆոնի խազած փչացած պլաստինկաների դրա կոռուպցիա։ Թալանը հետ բերելու շոուներով ՔՊ-ն ուշադրություն է շեղում քաղաքական ու տնտեսական ձախողումներից, ասում է ընդդիմադիր պատգամավորը։ Արդյունաբերությունը 20%-ով անկում է ապրել։ Արտանումները 1/3-ն են համեմատած անցյալ տարվա հետ։ Ի վերջո գողն ամենաբարձրն է գոռում, շարունակում են ընդդիմադիր պատգամավորները, հենց խորհրդարանի գնումների օրինակով պնդում, որ իշխանականներն ամենևին էլ տնտեսող չեն, քաղաքացու հարկերի հաշվին ձևավորված բյուջեն ծախսելու հարցում։ Այս տարվա 3 ամիսներին ԱԺ բյուջեից 11 միլիոն դրամ են տվել Վինո ընկերությունից 594 շիշ կոնյակ գնելու համար։ 2024 թվականի հունվար, մայիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին Ազգային ժողովը գնել է 908 շիշ կոնյակ, տարբեր տեսակի։ Դրա համար Հայաստանի հպարտ հարկատուները վճարել են 16 միլիոն եւ 635 հազար դրամ։ ՔՊ-ականները խորհրդարանում մի սրճարան են կառուցել, որն արժեցել է ավելի քան 100 հազար դոլար, ավելի քան 3 միլիոն դրամ միայն մի ջրվեժիկի գինն է։ Ընդամենը 6 ամսական սրճարանում ըստ Թովմասյանի մի քանի անգամ սալիկ են փոխել, 2-3 անգամ սեղան ու աթոռ են գնել, բայց միայն մեկ ընկերությունից գնված սեղանաթոռները կարելի է տեսնել խորհրդարանական սրճարանում, որտեղ վերջերս ոտքը ոտքին գցած թզբեհ էր քաշում ինքը ՔՊ խմբակցության ղեկավարը։ Համրիչը ինձ մեկ-մեկ օգնում է, որպեսզի ես կենտրոնանամ, հա։ Քաշում եմ համրիչը, որ հետո գամ եւ քաշեմ քո շեֆերի սանձերը։ Ի սկզբանե կատարել Ժիգուլի եք դրան։ Ըստ Հայկ Կոնջորյանի ընդդիմադիրները Ժիգուլի են, իշխանականները կրթվող ու կրթող։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 7-ին շատերս մասնակից դարձանք ԱԺ դահլիճում անցկացվող նորաձև կրթված բռնապետիկը թեմայով մաստեր կլասին։ Հերիքա մամուլի բանան ես։ Այս մաստեր կլասը նկատի ունի ընդդիմադիր պատգամավորը Փաշինյանը ափերից դուրս էր եկել, երբ Հայաստան դաշինքի պատգամավորները նրան հարցեր էին տվել ՔՊ-ականների շուրջ կոռուպցիոն սկանդալների մասին։ Ասի, վերնգի տեղը տասի, ներվերս չուտես։ Փաշինյանը համբալ էր անվանել ընդդիմադիրներին, սպառնացել, լցնել ԱԱԾ պատվալ։ Փաշինյանին ՔՊ-ականների կոռուպցիայի մասին հարցերը դուր չեն գալիս։ ՔՊ-ականներին պնդումները, թե իրենց քաղաքական առաջնորդը բռնապետ կամ բռնապետիկ է։ Ինչին եք դժգոհ, բռնապետ թե բռնապետիկին։ Խելքի աշեցեք։ Ջիվանի խոսքերն է հիշում Հայաստան խմբակցության պատգամավորը։ Աննա Հակոբյանի եւ նրա զուգընկերոջ վարչապետի կրթվելը նորաձև է արշավին անդրադառնալիս։ Փաշինյանն ինքն է կառավարության նիստին խոստովանել, որ 7 տարի նույն դասարանում մնացած տգետ են։ Փաստորեն տգետը իր տգիտությամբ հանում է մյուսներին տգիտության ճիրաններից։ Խելքի աշեցեք։ Մենք տգետ ենք։ Ըստ Գյուրեղյանի Փաշինյանական իշխանությունն իր օրինակով հասարակությանը կարող է միայն սովորեցնել ինչպես ճիշտ թքել ու չվրիպել։
Իջնում եմ 10 րոպե։ Կամ ինչպես ծեծել ակտիվիստին, բայց կալանավորել հենց ծեծվածին։ Գլխավորությամբ բոլորը Խոսել կոռուպցիայից, բայց չասել, արդյոք ԿԳՄՍ-ի հաստատած ծրագրով են Փաշինյանները վարժապետներ դարձել։ այդ նրանց ա որ մենք տգետ ենք։ Ախր ինչպես ստուգեք, եթե խոսքը վարչապետի ու նրա տիկնոջ մասին է։ Ընդդիմադիրները համոզված են, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը մեղվի բույնը բզբզել կհամարի նաև Հայաստանի ամենաթանկ տուրիստը համարվող նախագահ Վահագն Խաչատուրյանի գործուղումների արդյունավետության հարցը բարձրացնելը։ Կոռուպցիա չի տեսնի ՔՊ-ի անիվ հիմնադրամով $60 միլիոն մսխելու մեջ։ 22 թվականից դեռևս հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է հարուցել։ Հիմա 25 թվականն է եւ մենք տեսնում ենք, որ որևէ առաջընթաց չկա։ Այո, այս վարույթի մասով ես որևէ ասելիք չունեմ։ Արթուր Նահապետյանը չի պատասխանում նաև այս հարցին։ Կոռուպցիայի դրսևորում է, թե ոչ, երբ վարչապետը SMS-ով աշխատանքից ազատում է ոչ միայն իր ենթականերին, այլև անկախ համարվող падգամավորին, ԲԴԽ նախագահին։ Նորից Ոնց ասի Նահապետյանը, որ կոռուպցիայի ցուցիչ են վարչապետի SMS-ները, երբ իր քավոր Արգիշտի Քյարամյանը այդպիսի մի SMS ստանալուց հետո զրկվեց քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։